Եվ պարոն Սիմոնյան, այսօրվա մի ոդքասթի հաղորդավարների ձեռքակալության հետ կապված եւ ըստ լուրերի ձեր մամուլի խոսնակները հաստատել, որ դուք եք ըստ էության այդ հաղորդումը տվել։ Ես չեմ կարծում, որ մենակ իմ հաղորդման հիման վրա է, վստահ եմ, որ այնտեղ ուրիշ առիթներ եւ պատճառներ կլինեն, բայց այո, ես հաղորդում եմ ներկայացրել եւ լրիվ տրամաբանական եմ հարմարում, այսինքն եթե սպառնալիք է հնչում, ես ինչ պետք է անեմ, կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերով, կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու պարագայում, բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել, արդարացնել այդ մարդկանց, ես առաջարկում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ որ ես իմ հեռախոսը վերցնեմ եւ կմտնեմ եւ կխոսեմ օրինակ իրանց սեռական կյանքից, իրանց ընտանիքի, իրանց անդամներին, ամեն օր սեռական հայհոյանքներ կհնչեցնեմ իրենց հասցեներին եւ կսպառնամ, որ ես իրենց հետ հաշվեհարդար եմ տեսնելու եւ առաջարկում եմ իրենք դրանից հետո դրական էմոցիաներով եւ չդիմեն ոստիկանություն եւ ինչ որ ձևերով փորձեն այդ հարցը լուծել։ Հարգելիներ, ես ինչպես հասկացա, դուք եք ինչ-որ, եթե սխալվում եմ, ուղղակի ես այնպես շատեր չեմ եղել, դուք եք իրենց ինչ-որ որակում տվել, որից հետո սկսվել է այդ փոխադարձ։ Չսխալվում եմ, ինչպես է եղել, ուղղակի ես իրենց հաղորդումը չեմ նայում, իմ մասով սղագրությունը գալիս է, այն մասը, որը հայց ներկայացնելու համար ուղարկում են քաղաքացիական դատարան, այն մասը, որը քրեական տարապարունակում ուղարկում է այնտեղ։ Ինչ վերաբերում է իմ որակումներին, ազատ են թող դիմեն դատարան, ես երբևիցե որևիցե մեկի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ չեմ հնչեցնում, ես որևիցե մեկի անկողին չեմ մտնում Կարենե ջան, ոչ նախկին նախագաների անկողին, ոչ իրենց ընտանիքի անդամների, ոչ իրենց մահացած ներողություն, ոչ իրենց մահացածների գերեզմանների մասին չեմ խոսում։ Ես զարմանում եմ, որ իրավապահները շուտ չէին այս խուլիգանական բանին արձագանք տալիս եւ նորից եմ ասում են բոլոր մարդիկ, ովքեր որ կփորձեն եւ ուզենան արդարացնել, թող իրենց վրա վերցնեն այն բաները, որոնք որ այդ երկու երիտասարդը իրենց թույլ են տվել, սկսած սպառնալիքից։ Օրեր առաջ Աբովյան քաղաքում երիտասարդ տղայի դանակահարեցին։ Մի տղան, որ դանակահարվեց, մահացավ, մյուս տղան իր կյանքը կործանեց եւ գնաց բանդ, կդատվի եւ մանկանի։ Այսինքն ուզում հասկանամ մենք ինչ հասարակություն ենք ուզում ձևավորենք, որտեղ որ իրար վիրավորելը, ստորացնելը եւ ռազմորկեք անելը պետքա տեղ ունենան, ոչ դրանով պետքա զբաղվեն իրավապահները եւ զբաղվել են։ Շնորհակալություն։ Բայց այդ անկողին մտնելը որ ասում եք, չեք կարծում, որ ամեն դեպքում դա սկսել է վարչապետի մակարդակով, երբ նա այդ գնահատելն է արել։ Այսինքն են աղադիտ ներկայացնում, ոչ, չի սկսվել դրանից։ Մեկ։ Երկրորդը մի բանա, երբ որ դու ինչ որ խոսում ես անձնական կյանքի մասին հոգեվորականի եւ ասում ես որ ուղղակի նա խախտում է իր հոգեվոր երթումը եւ մեկ այլ բան է, երբ որ դու սկսում ես քննարկել որևիցե մեկի սեռական կյանքը։ Դա մեկ։ Երկրորդ ես կրկնեցի կարևոր, ամենակարևորը խոսակցությունից զատ, էմոցիայից զատ, վիրավորանք եւ զրպարտությունից զատ, կա քրեական բաղադրիչ, երբ որ մեկի սպառնում ես։ Խոսքը դրա մասին է։ Նորից եմ ասում, այո, օրենքով բոլորը պատժվելու են, ովքեր որ խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն հարգելիներս, ոչ մի զարմանալու բան չկա, մի զարմացեք։ Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու, իրար չենք այդ տղաների պատմության պատճառը եղել է մենք այդ քրեական ենթամշակույթով ապրելը, մեկը մյուսին ստորացնելը եւ երբ որ մեկը մյուսին ստորացնում է բանել, որոշում են իրանք հաշվեհարդար գտնեն, մեկը մյուսին վիրավորում է, դանակը վերցնում են, գնում են կանգառում իրար տեսնում են եւ դանակահարում են, այդ որ տենց վրթողում էիք բոլորդ, ասում էիք որ այսինչ դեպք կա, հանցագործությունների շարքը մեծացել է եւ այլ, այս արդարացնելու հետևանք է։ Ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր որ ենթարկվում են նման բաների դիմել իրավապահներին։ Ես չի կարող չդիմել եւ դիմելու եմ եւ դիմել եմ լավ եմ որը, բայց ինչ պետք է անել։ Շնորհակալություն։ Ձեր խնդիրը։ Պատասխանելու եմ, բարի ձեզ։
Ախարում եք